են ժողովուրդը 25000 մարդ էլ փողոց դուրս գա, քո երկը երկացա։ Էդի դու իմացի։ Նույն րոպեին, նույն օրը մենք սպասենք այնքան, մինչև հավաքվի 25000 եւ մենք գնալու ենք գտնենք Նիկոլին, որտեղ էլ որ մտածել էր։ 25000-անոց ժողովրդի դեմ դու ուշի բան չես կարող, դի մինիմում 25000, այսինքն մինիմում։ Եվ քո թիկնազորը քեզ բերելու է հանձնի ժողովրդին, քեզ տալու է ժողովրդի ձեռը։ Մտքիդ ծայրով չանցնի, թե դու կարաս հող հանձնես։ Այս պարլամենտական անդիմություն եւ այլն, իմիջիանոց ասեմ, եթե ստորագրեց, նաեւ եթե ստորագրեց եւ այդ օրը պարլամենտական անդիմություն կոչվածը միաձայն չհայտարարեց բոլորը մի մարդի նման մանդատները վայր դնելու մասին, ես անցնելու եմ նաեւ ձեզ, որովհետեւ ումա պետք ձեր այդտեղ նստելը, ձեր այդտեղ նստելով Ղարաբաղը հանձնեցիք, ձեր այդտեղ նստելով Հայաստանը միջև այդ օկուպացված է, ձեր այդտեղ նստելով հիմա էլ գյուղերն եք հանձնում։ Ես ուզում հասկանամ, դուք այդտեղ նստում եք, որ ինչ անեք, ինչ ընդդիմություն չեք, դուք սրա հետ միասին անում եք, այն ինչ որ սայանում, էդի նույնն ոնց որ այն բոզիս տղեկը, այն երկու հոգի գնացին մտան Սիսի մամայի դլոր։ Ես դրանց էլ եմ թաղելու, դրա մասին ոչ մի խոսք։ Այդ օրը ես դրանց էլ եմ գտնելու։ Ուստի սա էր այն բեկումնային հայտարարությունը, որը ես ասում եմ։ Ժողովրդին ես եմ հանելու փողոց, ժողովրդին ես եմ այդ ուղղորդելու եւ ինձանից ոչ մեկ առանց քաղաքական ոչ մի քաղաքական դրոշ, ոչ մի քաղաքական հայտարարություն, ոչ մի կուսակցության դրոշ, բացարձակապես լոզունգը գտնել Նիկոլի։ Իսկ գտնելուց հետո ինչքան է ժողովուրդը, դա արդեն կորոշի ժողովուրդը։ Սա է ես քեզ ուզում հիմիկվանից զգուշացնել, որովհետեւ չասես, ես խաբար չէ, ես չգիտեի, ես մեղավոր չեմ, արդյոք էդի ես եմ արել։ Նման բաներ չի անցնելու։ Զորքը հետ քաշելու հրամանը եղավ, դու իմացի դա քո վերջին հրամանն է, որը որ դու ստորագրելու ես որպես վարչապետ։ Այդ օրը